Առաջին անգամ անցկացված լավագույն հավաքական օղակ մրցաշարը համախմբել էր Փրկարար ծառայության մայրաքաղաքի և մարզային ստորաբաժանումներից հավաքական թիմերին։ Նրանք մրցում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար։ Նմանատիպ մրցաշարեր իհարկե կազմակերպվել են նախկինում, բայց այս մասշտաբով, որ Փրկարար ծառայությունը բոլոր ստորաբաժանումներից մարզային փրկարարական և Երևան քաղաքի նույնպես ընդգրկված լինեն, առաջինն է։ Մասնակցում էին 12 թիմեր, ինչպես նաև Փրկարար ծառայության հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հրշեջ փրկարարական թիմը։ Մրցաշարին հետևում էր նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգչական կազմը։ Մրցաշարը անցկացվել է 4 փուլով, որը իր մեջ ներառում է հրդեհաշիջում, հակածխային օղակների գործողություն, առաջին օգնություն և տուժածների տարհանում խոցված տարածքից։ Առողջ մրցակցային պայմաններում կարևոր է ոչ միայն հաղթելու, այլ նաև սեփական գիտելիքները կատարելագործելու ցանկությունը։ Մրցավարական թիմը մրցույթի ընթացքում հաշվի է առել յուրաքանչյուր մանրուք։ Եթե մրցման ընթացքում սխալվել է միայն միավորի կորուստը, ապա իրական կյանքում սխալվելու գինը կարող է մարդկային կյանք արժենալ։ Մրցաշարի ավարտին Փրկարար ծառայության տնօրենը շնորհավորելով մասնակիցներին, լավագույնը ճանաչված թիմերին հանձնել է գավաթներ։ Լավագույն հավաքական օղակ մրցաշարի անդրանիկ գավաթը նվաճեց մայրաքաղաքի թիմը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Արմավիրի և Կոտայքի մարզային ստորաբաժանումների թիմերը։ Մրցաշարը շարունակական է լինելու։